Սիրելի խեցգետիններ, բարի արև։ Այսօր հունիսի 21-ն է, հունիսի 21-ը իմ օրացույցով Նեպտունի օրը, ձեր օրացույցով Կիրակի օր, ահա, եւ ես կներկայացնեմ հուլիս ամսվա համար կանխատեսումը եւ այսպես լսում ենք արևի նշանով խեցգետին եւ ասցենդենտի նշանով այդ երկուսը միացնում ենք եւ տվյալ ամսվա համար կանխատեսումը ինքը դες համար པարզ է լինում։ Սա չի կարող լինել 100% անուց, որովհետեւ տրանզիտներն են 100% անուց միայն ձեր քարտեզը կարող է ցույց տալ։ Ինչևէ հուլիս ամիսը դες համար բավականին կարեւոր է, որովհետեւ ես ավելին քան համոզված եմ դուք փոփոխություն եք ուզում մտցնել ձեր կյանք արտաքինից սկսած վերջացրած գործերով շատ փոփոխություններ եւ ուզում եք ինչ որ բան սկսել սկզբից նոր սկիզբ դնել իդեպ 29-ին հունիսի Մերկուրին հենց ձեր նշանում լինելու է հետ ընթաց մինչև հուլիսի 24-ը եւ հուլիսի 14-ին տեղի ունենալու նորալուսինը հենց ձեր նշանում 13:43 րոպե 25 վայրկյան Հայաստանի ժամանակով արևելյան լուսինը կմիավորվեն 22 աստիճանում ձեր նշանում սիրելի խեցգետիններ իդեպ չմոռանամ ասել որ դուք 4-րդ տեղից ետեք մղվել դեպի հետ ընթաց եք ունեցել դեպի 7-րդ տեղ այսինքն երկրորդ վեցնյակն եք բացում փաստորեն շատ զբաղված են խեցգետինները Մերկուրին հետ ընթացը այդպես իրենց գործերով են տարված ուրեմն ժամանակ չունեն լսելու այսպես հետ եք ընկել եւ ավելի շատ բան արդեն չեմ կարող ասել բնականաբար ինչևէ անպայման վերադարձեք գնացեք սկիզբ որովհետև խեցգետինը բոլոր դեպքերում դա ծնունդն է դա սկիզբն է գնացեք սկիզբ եւ այնտեղից փոփոխելով վերլուծելով եկեք որպեսզի ճիշտ սկիզբ դրվի ձեզ մոտ ճիշտ հետքերի վրա դուրս գաք, հա, այսպես տպավորիչ ասեմ, ճիշտ արդյունքներ ունենաք, այսինքն այդ վերլուծության արդյունքը ուրեմն ձեզ գոհացնի ճիշտ լինի, դա շատ կարևոր է նու այստեղ բնականաբար ձեր անձնական քարտեզն է դեր խաղում թե այդ մոլորակը ընդհանրապես ձեր անձնական քարտեզում ձեր կյանքում ճակատագրական ինքը ինչ դասավորություն ունի ինչ էներգիաների ազդեցության տակ է դա շատ կարևոր է շատ դուք չեք պատկերացնում ոնց մեկը մյուսի հետ կապված ու ոնց ասեմ ձեզ որ այս ամենը տրանզիտները երբեք չեն կարող բնականաբար այդպես խորը գնալ եւ վերլուծել միայն ձեր քարտեզը կարող է ցույց տալ որովհետեւ այնտեղ լիքը հարցեր կան դասավորություն փոխադարձ այդ հարաբերությունները ինչ է լինում եւ այլն ինքը բավականին բարդ է վերլուծությունը դրա համար այդպես պրիմիտիվ չի կարելի ներկայացնել հա աստրոլոգիան հասկանում եք որ խեցգետիներին սա է սպասում ես դասել եմ դա ժամանցային մարդկանց խափելու ժամանակ անցկացնելու տենց հետա բան անելու զբաղեցնելու համար է մարդիկ էլ երբեմն դա շփոթում են իրական աստրոլոգիայի հետ գիտեն թե այդ ժամանցայինը դա ինչ որ զվարճալի այդ ծրագրերը որը զբաղված են գուշակները Հայաստանում կարծում են թե դա իրական աստրոլոգիան է դա այդպես չէ ինչևէ սիրելի խեցգետիններ անցնենք առաջ ուրեմն Լիալուսնի մասին եմ ուզում խոսել հուլիսի 29-ին է այն տեղի ունենալու Հայաստանի ժամանակով 18:35 րոպե 31 վայրկյան արևելուսինը կհակադրվեն 7 աստիճանում եւ դա ձեր ֆինանսների տոնն է այո քանի որ խոսեցինք ֆինանսներից ասեմ ձեզ հետևել այսինքն ձեր ֆինանսական ձեր ծախսերը ձեզ համար པարզ կլինի եւ առաջիկա ժամանակներում գիտեք դուք ինչ որ նպատակի համար ոմանք ասենք երեխա ունենալու ոմանք երեխան փոքր է այդտեղ են գումարներ հատկացնելու ոմանց երեխաները մեծ են ամուսնության հարցեր են լինելու այդտեղ են գումար հատկացնելու ուրեմն այսպիսի թեմաներ կլինեն դուք կլինի գումար կգա բայց դուք այդ գումարը չի մնալու դուք ծախսելու եք ձեզ համար շատ կարևոր հարցերի պատասխաններ ստանալու կամ այլ յուրաքանչյուր ձեր անձնական քարտեզն է ցույց տալու բայց ուրեմն
անպայման ինչ որ կամ կարող է ինչ որ մի բան վաճառեք, ինչ որ մի բան կորի, դրա փոխարեն այդ գումարը գա, բոլոր դեպքերում այդպես կլինի, բայց շատերը ուրեմն ինչ որ նպատակի համար գումար են ծախսելու, այնպես որ առաջիկա ուրեմն ժամանակներում, ամիսներում հարգելիներս դուք իմացեք, որ համարվեց մինչև 26 թվականի ավարտը, հա, խոստանում եմ մինչև 26 թվականի ավարտը դուք ուրեմն գումարներ եք կորցնելու, սա նկատի ունեցեք, ծախսելու, կորցնել չասեմ, այստեղ ուղղակի գումարներ եք ծախսելու կարևոր հարցեր կարգավորելու հետ կապված, արտերկրի հետ կապված, ուրեմն կարող են նման հարցեր լինել։ Ես անցնեմ առաջ, ուրեմն հուլիսի սկզբին եւ հուլիսի վերջերին, այդպես 27-ին, ուրեմն հեռավոր մոլորակները կլինեն հետընթաց, որը գիտեք հիմա շատ այդպես կոնկրետ շատերի արչև իրենց ապագայի հարցն է դրված ուր գնալ, հա, ու իհարկե տարբեր են, բայց ձեր ապագան է, ինչպես է լինելու, ինչ է կանելու, յուրաքանչյուրը ըստ ձեր կարգավիճակի, շատերի մոտ դա անորոշ է եւ իրենք կփորձեն դա վերլուծել, այդ process-ը կգնա մինչև դեկտեմբեր, մինչև տարվա վերջ, դժվար է, բայց ինչ արած այս տարի դուք կարծես թե այդ խմորումների մեջ եք լինելու, ձեր ապագայի հարցերն են ձեզ հետաքրքրում, յուրաքանչյուր տարբեր ով ինչ խնդիր որ ունի, ում համար ինչն է համարվում ապագայի հարց, հա, շատ հարաբերական է, բոլոր դեպքերում այստեղ նման հարցեր կլինեն եւ դուք կմխրճվեք այդ գործերի մեջ, որպեսզի կարողանաք պատասխան տալ վերլուծություն անեք եւ այդպես հեշտ չի լինում, որովհետեւ այդտեղ որոշակի ուրեմն հարցեր կա, որ պետք է հաղթահարեք։ Բացի նրանից, որ հասկանում եք ինչ պետք է անեք, նաև դուք պետք է անցնեք գործի, այսպես ասած, եւ կարողանաք դա հաղթահարել։ 23-ին հուլիսի արևը կմտնի ձեր նշանից դուրս կգա սելի խեցգետիններ եւ կտեղավորվի ձեր ֆինանսների տանը, ահա, կմտնի առուծի նշան, որտեղ ինքը շատ բավականին իր տունն է, ինքը իրեն լավ է զգում եւ կարծում եմ կօգնի ֆինանսական հարցերում շատ այդպես լավ կանդրադառնա, դա իհարկե լավ է, որտեղ ձեր նշանը անկեղծ ասած ինքը նեղվում է որտեվ ջրի մեջ է բնականաբար նեղվում է եւ Վեներան կփոխի եւս իր նշանը հուլիսի 9-ից մինչեւ օգոստոսի 6-ը եւ դուրս գալով ձեր ֆինանսների տանից ինքը արդեն այստեղ կմտնի կույսի նշան եւ գիտեք ինչ հնարավոր է որ դուք ձեր հարազատների հետ կամ ընկերների հետ կապված այստեղ հնարավոր է իհարկե ձեր քարտեզը ցույց կտա, բայց հնարավոր է որ ինչ որ գումար գնա, ինչ որ կամ ասենք ինչ որ գումար ուղղակի բաց թողնեք, չվերցնեք, կորցնեք, նվիրեք եւ այլն, ինչ որ այսպիսի տրամաբանություն է, կամ ինչ որ մի բանի համար դուք գումար եք ծախսում եւս ֆինանսական հարցեր եք քննարկում հարազատների հետ, սա եւս կա եւ կարող է եւ ասենք ձեր հարազատները ձեզ պարտքեն կամ ընկերները ձեզ գումար են պարտք այստեղ ձեր պարտքն են վերադարձնում եւ հնարավոր նաեւ մյուս տարբերակը դուք լինեք պարտք, սա էլ կարող է լինել, հա, նայած ու մոտ ինչը կխաղարկվի եւ կարևոր իրադարձությունը դա հաջորդ կարևոր իրադարձությունը դա հանգույցներն են եւ նշեմ անպայման որ հուլիսի 27-ից մինչեւ 2028 թվականի մարտի 26-ը հանգույցները կփոխեն իրենց նշանը, կետուն կտեղավորվի ձեր ուրեմն առույցի նշանը երկրորդ տանը, իսկ ռախուն հյուսային հանգույցը համապատասխանաբար կտեղավորվի ջրհոսի նշանում եւ ինչպես տեսնում ենք սա ձեր ֆինանսներն են սիրելի
խեցգետիններ, այնպես որ որոշ ժամանակ անց կպատրաստվեք, որ հետո արդեն հարավային հանգույցը ձեր նշան է մտնելու, եւ ես ձեզ խորհուրդ կտայի, որ դուք այժմյանից տեսեք հարցեր կան, որ դու 2-3 տարի առաջ պիտի փորձես ճիշտ հիմքերի վրա դնել, ճիշտ կարգավորել։ Հարցեր կան, որոնք այդ պահին արդեն լուծելու ուշ է լինում, որովհետև հարկավոր է 2-3 տարի առաջ, մի դեպքում ամիսներ, մի դեպքում 1 տարի շատ տարբեր են, հա, ազդեցությունները, ուժերը եւ բաներ կա, որ դու այդ ժամանակ պիտի կարգավորես։ Հիմա տեսեք խեցգետինների մոտ հիմա պիտի շատ հարցեր ճիշտ կարգավորվի, որպեսզի ասենք մի քանի տարի անց դուք մեծ խնդրի առաջ չկանգնեք։ Եթե չեք իմանում, այդպես ինքնահոսի գնում է, մասնավորապես եթե ձեր անձնական քարտեզում էլ դժվարություններ կան, հետո արդեն կանգնելու եք փաստի առաջ։ Ես սա գիտեք նախորոք զգուշացնում եմ եւ նաեւ ասեմ, չնայած որ դուք արդեն երկրորդ վեցնյակն եք, որ ես մեծ հաշվով այսքան շատ չպիտի մանրամասնեմ, բայց բոլոր դեպքերում արչեվում ուրեմն արդեն հուլիսից ինքը կսկսի աշխատել, ձեր ֆինանսների աշխատանքի հետ լինում եք ուշադիր նորից, որովհետև սխալ հաշվարկի դեպքում կարող եք մեծ գումար կորցնել, սխալ քայլերի դեպքում։ Սա այսպես ուշադրություն ենք դարձնում առողջական վիճակին եւ առաջիկայում նաեւ այստեղ շատ ձեր ապագայի հետ կապված շատ հարցեր է բացահայտվելու, շատ գաղտնիքներ, շատ հարաբերություններ են պարզվելու եւ այլն, այնպես որ արժեվում ձեզ համար կարծես թե պարզաբանումներ են լինելու բազում այսքանը գիտեք սկսում ես խոսալ, այդ էներգիան քեզ տանում ավելի խորը ու կարող է երկար խոսես, բայց հետո հասկանաս որ սրանք տրանզիտներն են ու դու ձայնագրվում ես ու այսքանով պիտի ավարտես։ Լավ եղեք իմ սիրելի խեցգետիններ, ինքը հիմքն է հանդիսանում եւ թող հիմքը լավ լինի, ամուր լինի։ Այսքանը լավ եղեք, գրեք անպայման ձեր տպավորությունների մասին, որքանով են օգտակար իմ խորհուրդները ձեզ, իսկ մենք հանդիպենք հաջորդ ամիս։ Այսքանը լավ եղեք, առայժմ։